Պողոս առաքյալի երկրորդ թուղթը Թեսաղոնիկեցիներին գլուխ 3 Վերջապես, եղբայրներ, աղոթեցեք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը առաջ գնա և փառավորվի ամեն տեղ, ինչպես որ ձեզ մոտ է, որպեսզի փրկվենք անօրեններից և անձգան մարդկանցից, քանի որ բոլորը չէ, որ հավատ ունեն։ Բայց հավատարիմ է Տերը, նա կզորացնի ձեզ ու կպահի չարից։ Վստահ ենք Տիրոջով ձեր վրա, թե ինչ որ պատվիրեցինք ձեզ, և անում եք և կանեք, և Տերը թող ուղղի ձեր սրտերը դեպի Աստծու սերը և դեպի Քրիստոսի համբերությունը։ Եղբայրներ, պատվիրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամեն մի եղբորից, որ ծույլ կյանքով է ապրում, և ոչ ըստ այն օրինակի, որ ընդունեցիք մեզնից, որովհետև ինքներդ գիտեք, թե որչափ դուք պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեզ մոտ երբեք չծուլացանք և ոչ ոգի հացը ձրի չկերանք, այլ ջանքով և վաստակով զոր ու գիշեր աշխատում էինք ձեզնից ոչ մեկի վրա ծանրություն չլինելու համար, ոչ թե նրա համար, որ իշխանություն չունեինք, այլ որպեսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ, որ մեզ նմանվեք։ Քանի դեռ ձեզ մոտ էինք, այս բանն էինք պատվիրում ձեզ, թե ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի։ Արդ ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե ծույլ կյանքով են ապրում, որևէ գործ չեն անում, այլ ծույլ շրջում են, դատարկ բաներով հետաքրքրվելով։ Այդպիսիներին պատվիրում ենք և հորդորում Տեր Հիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտությամբ և իրենց հացն ուտեն։ Իսկ դուք, եղբայրներ, մի հոգնեք բարիք անելուց։ Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այս թղթի մեջ մեր ասած խոսքին, նկատի ունեցեք նրան և մի հարաբերվեք նրա հետ, որպեսզի ամոթով մնա։ Բայց նրան որպես թշնամի մի համարեք, այլ խրատեցեք որպես եղբայր։ Եվ խաղաղության Տերն ինքը թող միշտ խաղաղություն տա ձեզ ամեն ինչում։ Տերը ձեզ բոլորիդ հետ լինի։ Այս ողջույնը իմ Պողոսիս ձեռքով է, որ որպես նշան կա իմ բոլոր թղթերում, այսպես եմ գրում ես. մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։